Շարունակում ենք ծրագիրը եթերում ERT-ի նորություններն են եւ ինչպես արդեն գիտեք եւ սպասում եք այս հատվածում մեզ է միացել վերլուծաբան Արմեն Չիբուխչյանը, բարի երեկո Արմեն։ Բարի երեկո։ Այսօր երկու թեմա ունենք խոսելու սրբազան պատերազմը Հայաստանում եւ պարոն Պուտինի եւ Թրամփի հեռախոսազրույցը, որ կարծես չէին էլ զգուշացել, չէ՞, արագ էր եղել, ինչ էր եղել։ Այդ ուրեմն 1 ժամ 15 րոպե էր զրույցը, ես փորձեցի հասկանալ ինչ է եղել։ Միակ էական բանը, որ իմացա, դա նա է, որ Պուտինը զգուշացրել է, որ այս ուկրաինական հարվածներից հետո ինքն էլ ինչ-որ հարված է պատրաստում Ուկրաինայի նկատմամբ Արմեն։ Ուրիշ որևէ բան կար այնտեղ հետարքիր ուշագրավ, այսպես ասենք։ Այո, կար։ Երկու մասի եկեք բաժանենք խոսակցությունը, ուրեմն պետք է ուկրաինական մասը բաժանենք եւ Պուտինը իր օգնությունը առաջարկել Իրանի մասով։ Բայց ամերիկյան մամուլին դուրս չի եկել տոնը Դոնալդ Թրամփի, որով նա գրել է, որովհետև տեսեք ճիշտ է Զելենսկին եւ Ուկրաինայի մասին այս անգամ բարեբախտաբար վատ բան չի ասել, որովհետև ամեն նման հեռախոսազրույցից հետո մեկ էլ իր մոտ է, էլի, փոչով կպնում էր։ Ինչու, որովհետև այստեղ մի նյուանս կա, որ կարծես թե ինքն էլ չի հավատում արդեն, ինքը ինչու էր Ուկրաինային կպնում, որպեսզի ցույց տար Պուտինին, որ ինքը միջնորդ է, ինքը կողմ չի պահում եւ այլն։ Բայց ինքը այդ նույն հեռախոսազրույցի մեջ արձանագրեց, որ խաղաղությունը մոտ չէ։ Իսկ այդ հեռախոսազրույցի մեջ արձանագրված է։ Լավ զրույց է, բայց այնպեսին չէր, որ շուտապույտ այո։ Երկրորդը, որքան ես հասկանում, տեսեք, Պուտինի վիճակը լավ չէ իրականում։ Ուրեմն իրա մոտ խնդիր կա, պատերազմը շարունակելը հանուն ինչ-որ մի քանի գյուղի էլ կամ հանուն Դոնեցկի մարզի եւ կորցնել այդքան ռեսուրս, հատկապես այդ հարվածը անգամ ասում Fox News-ը կանչում է էքսպերտներ, որտեվ միջև այդ ինչեր էին խոսում, չէ, քարտ չունի Զելենսկին եւ այլն եւ այլն։ Եվ որ մի էքսպերտին որ կանչում է, այդ էքսպերտը ասում է ապշահարեմ, ես ինչ փայլուն օպերացիա իրականացրեց Ուկրաինան եւ շատ ցավոտ հարված հասցրեց Ռուսաստանին։ Որում եկեք միայն այդ հարվածները չասենք, կամուրջների պայթեցումը, Ղրիմի կամուրջից սկսած եւ ստրատեգիական կամուրջների, որ նաեւ Ռուսաստանի ներսում, ճիշտ է Ուկրաինան չի ստանձնել Ռուսաստանի ներսի կամուրջների պատասխան, Ղրիմն էլ ինքը չի ընդունում երբեք, այսպես չի բարձրացնում, միայն ինքնաթիռներն են այս պահին ուկրաինացիները ընդունել, դա էլ ցույց տալու համար իրենց կարողությունները։ Բայց ուրեմն Թրամփին ընդդիմադիր մամուլը Թրամփին անդադ հիշեցնում է, ասում, բասում էր Զելենսկին քարտ չունի, իսկ Թրամփի կողմնակից մամուլը խոճապար, այսպես մասնագետական չում ուզում հասկանա, այս ինչ ոնց թե Զելենսկին sense բան կարող էր իրականացնել, այս ուկրաինացիները այս ինչ արեցին մոտարապես տրամաբանության մեջ։ Եվ այս իրավիճակում Թրամփը խոսում է Պուտինի հետ եւ ինչը դուր չի եկել հատկապես Թրամփին ընդդիմադիր մամուլի, որ խոսույթի մեջ, որ ինքը ասում է, որ մենք լավ հեռախոսազրույց ունեցանք էլի այդ լոլոների եւ միտեղ ասում է, որ Պուտինը ասաց, որ ինքը վճռականորեն կպատասխանի։ Այսպես հասկանում եք, եւ մարդիկ ուզում են հասկանալ, ասում են չհասկացանք, բա դու ինչի համար ես որ թույլ չտաս որ վճռականորեն պատասխանի կամ լավ, եթե գոնե ասես, կամ գոնե ասես, որ դու դեմ ես դրան, որ ինքը վճռականորեն պատասխանի, բայց դու ասում ես Պուտինը ինձ վստահեցրեց, որ վճռականորեն կպատասխանի եւ այլն։ Հիմա թե ինչ էր ուզում սրանով ասել Թրամփը, ոչ մեկ չի կարողանում հասկանալ ինչու է այս, բայց մի ենթադրություն կա, որ քանի որ Պուտինը ինչի է ասացի, որ ինքը լավ վիճակում չէ, տեսեք, պատերազմի դադարեցումը կարձանագրի Ռուսաստանի պարտությունը եւ իներցիոն անկման այսպես խորացումը, որտեղ տեսեք Ռուսաստանի էլիտան մի շատ դաժան է, այսպես մենք խոսում ենք, այսպես իրանք ենթարկվող են, բայց մի պահ գալիս է եւ միանգամից դանակով մեջքիդ կամ այդ կա չէ, տաբակերկային ասում չէ, որ ցալերից այսպես ցալերից մեկին այդպես սպանել են, այդպես ընդունվել է, չէ, տաբակերկով եւ այլն, չէ, կամ Ստալինն էլ անգամ ակնարկում եւ այլն, դա այսպես ասում ժամանակին որ թութունը պահում էին շատ ծանր բաներ էլի, դրանով գլխին են տալիս եւ վարիակնում եւ այլն։ Հիմա այսպիսի իրավիճակ է, որ ինքը շատ լավ Պուտինը հասկանում է, որ իրան այդ տաբակերկան է սպասվում եւ ինքը հասկանում է, որ ինքը իշխանություն պահել պարտված վիճակում չի կարող ուղղակի, այսինքն էլիտան ուղղակի շատ արագ իր կազմակերպի հարցերը կլուծի։ Եվ տվյալ պարագայում նաև բիզնեսն է վատ վիճակում Ռուսաստանի ներսի, այսինքն ինքը մի մասին կարողացել է այս պատերազմի հետևանքով փողի կապել, այսինքն որ այդ ամբողջ այդ մատակարարման շղթաները եւ այլ անում են։ Այս մի մասը տուժում է, որովհետեւ գների թանկացում, բանկային բարձր տոկոսադրույքներ եւ այլն։ Եվ հիմա Պուտինի մոտ պատերազմը շարունակել նշանակում է նոր ռեսուրսներ տաշել։ Հիմա տեսեք Սումիի շրջանում հարձակում են սկսել։
եւ կենտրոնացել են մոտ 60-65 հազարանոց զորամիավորում, բայց տեխնիկա չունեն։ Եվ ընդամենը 500 միավոր բոլոր տեսակի տեխնիկայից։ 500 միավոր 65 հազարանոց զորքի համար։ Այսինքն իրենք մարդկային գրոհներով փորձում են մետր առաջ շարժվել։ Ուկրաինացիները խնդիր չունեն ամեն գնով պահել այդ տարածքը։ Ուկրաինացիները խնդիր ունեն իրենց մարդկային կապիտալը պահելու եւ տաշելու ռուսական զորքը։ Վերջինիս տվյալներով Ռուսաստանի կորուստները արդեն 1 միլիոնին են մոտենում եւ դա ասում են միջազգային հետազոտողները։ Ուկրաինացիները վիրավորով, բանով ուկրաինական ուրեմն տվյալներով 300-ից 400 հազար վիրավոր եւ զոհված, բայց այստեղ մի բան հաշվի առեք։ Ռուսաստանից վիրավորներին հետ բերելը շարք շատ ավելի դժվար է, քան Ուկրաինան, որտեղ Ռուսաստանը դες լքում է իր վիրավորներին, այդ ոսկե ժամկա չէ, որ արագ պետք է օգնություն ցուցաբերել, չեն ցուցաբերում։ Իսկ ուկրաինացիները իրենց վիրավորներին են, այսինքն շատ ավելի մեծ տոկոսով են ոտքի կանգնեցնում։ Դրա համար այս իրավիճակում ուրեմն Ռուսաստանը տաշում է ուղղակի իր ռեսուրսները եւ պատերազմն էլ նոր դրոնային պատերազմն էլ, որը ուկրաինացիները հաղթում են այս պահի դրությամբ, պատերազմի երկարատև շարունակության դեպքում եւ Ռուսաստանի տնտեսության պարագայում լավ բաներ չի սուլում Պուտինին։ Շարունակենք դրանից հետո։ Հիմա ընդմիջում վերադառնանք ու կշարունակենք զրույցը Արմեն Չիբուրչյանին։ Սերիալ ես փնտրում, տանդեմ սերիայի նոր էպիզոդն ես ման գալիս։ Դու դեռ փնտրում ես, մինչդեռ վիդեոն տապալվեց, գովազդը բացվեց, քեզանից գումար շորթեցին, իսկ դու դեռ հույս ունես։ Մինչ դու փնտրում ես հարթակներ առանց վիրուսների, անվերջ սպասում ես, նյարդայնանում ես, իրենք արդեն սերիա 13-ի վերջն են։ Arflix պլատֆորմում մի փնտրիր, ուղակի դիտիր։ Դասամիջոց, տանդեմ, սոս ինձ, ընդամենը մի կյանք, կայսրության թևերը, շատ շուտով արդեն Vendetta, բաժանորդագրվիր հիմա եւ բացահայտիր սերիաների թեժ զարգացումները առանց սահմանափակումների։ Շաբաթական նոր սերիաները սպասում են քեզ անմիջապես Arflix-ում։ Մի կորի ֆեյքերում, մի փնտրի պատճեններ։ Բարի գալուստ Arflix։ Դիտիր իրականը, պարզ, որակով հասանելի։ Ոչ մի անհասկանալի կայք, ոչ մի վիրուս, ոչ մի վտանգավոր գովազդ։ Միայն զվարճանք, երբ դու ես ընտրում ինչ եւ երբ դիտել։ Arflix-ը դա այն հարթակն է, որտեղ ճիշտ ժամանցը հանդիպում է հայկական ինքնատիպության հետ։ Միացիր այսօր, աջակցիր քո մշակույթին, ընտրիր միայն լավագույնը։ Բաժանորդագրվիր հիմա 3w.arflix.com։ Շարունակում ենք զրույցը վերլուծաբան Արմեն Չիբուրչյանի հետ, Արմեն, խոսում էինք Պուտին Տրամփ հեռախոսազրույցից։ Ես ինչու այսքան անդրադարձա, որպեսզի պարզ դառնա։ Տնտեսությունը կանխատեսում են ուրեմն 8 ամսից 1.5 տարի, նայած եթե պատժամիջոցները մտցել են, եթե տեմպով շարունակի պատերազմը, այդքան կդիմանա Ռուսաստանը։ Այո, բացի տեմպից, պատժամիջոցներից էլ նաև հիմա սպառնում է, չէ՞, ԱՄՆ կոնգրեսը պատժամիջոցներից սահմանը շատ ավելի կարճ կտևի։ Նավթի գները անկում են ապրում։ Իսկ Ռուսաստանը, գիտեք, այդ պատերազմական մեքենան նավթով է սնվում եւ նաև հարկերի հավաքում, որտեղ Ռուսաստանում մեծ տոկոս է կազմում, այսինքն բյուջեի հարկերի հավաքումը։ Բայց հարկերի հավաքումը բարդանալու է, որտեղ ոչ ներդրում կա, ուրեմն ոչ էլ շարժ կա, աշխուժություն կա, գնալով այդ ինֆլյացիա եւ այլ բանկային բարձր տոկոսադրույքները ասեցի արդեն։ Եվ այս իրավիճակում ինչ է անում Պուտինը։ Պուտինը ժամանակ է շահում։ Ուղղակի ժամանակ է ձգում։ Տեսեք հենց ինչ պայման է դրել։ Ասում է, որպեսզի երրորդ փուլը շարունակվի բանակցությունների, ուկրաինացիները պետք է դադարեցնեն Ռուսաստանի խորքերի եւ ստրատեգիական ավիացիային հարվածելը։ Այսինքն պատկերացնեք ինչքան վախեցած են։ Եվ Ռուսաստանում աղմուկ է, հիստերիա է հիմա, Սոլովյովները եթերներում հիստերիա են դրել։ Ոնց կար դուք մեր միջուկային պոտենցիալը այսպես եք պահպանում։ Իրանք իրար միս են ուտում հիմա այս հարվածի պատճառով։ Եվ հիմա եւ ըստ էության Սևծովյան նավատորմը շարքից հանեցին։ Հիմա ստրատեգիական ավիացիան։ Այսինքն այն վնասը, որ Ուկրաինան եւ ասենք համատում եք հիմա Ռուսաստանի ուղակի սովետական միությունից մնացած տեխնիկան համարյա չկա արդեն։ Մի տարվա մաքսիմում։ Ստրատեգիական ավիացիան, որը չի վերականգնվում, էլ չկա, չեն կարող արտադրել, դա պետք է փայփային արդեն 1/3-ը առնվազն չկա։ Դրա հարցը մնացածը ինչքան են աշխատունակ եւ այլն հաշվի առնելով հնությունը այդ ինքնաթիռների։ Ռուսաստանը մի գյուղ է գրավում, ասենք, Սումիի մարզում իրանց ասած այդ բուֆերային գոտին ստեղծելու, բայց կորցնում է ընդհանրապես որպես գերտերություն, շուտվանից արդեն կորցրել է, բայց ռեգիոնալ տերությունն էլ արդեն իր կարգավիճ, իր պաշտպանունակությունն է կորցնում։ Ռուսաստանի միակ ուժը այդ միջուկային բանն է մնացել, տրիադան է մնացել, որը արդեն ուկրաինացիները դրան են հասել եւ չկա տեղ Ռուսաստանի տարածքում, որտեղ ուկրաինացիները չեն հասնում։ Եւ այնքան վախեցած են, որ հիմա պայման են դնում, ասում են, եթե ուզում ենք երրորդ փուլով բանակցենք,
Ուկրաինացիները պետք է խոստանան, որ չեն հարվածելու եւ պետք է մեր 2-3 օրվա հրադադարին համաձայնեն, եթե որ տեղ-տեղ պետք է մարմինները փոխանակվեն։ Արդեն ծիծաղելի են իրենք դառնում եւ ցայտնոտի մեջ են եւ Պուտինը, եթե նկատեք, օրինակ, լավ ասեց, Զելենսկին ասեց, իրանք իդիոտ են։ Եթե իրանք 2-3 օրվա հրադադար են ուզում մարդկային կյանքերի համար, բայց այդ 2-3 երեթը շարունակելու են սպանել։ Բացի այդ, ինքը ասում է, այս մասերում եմ ուզում հրադադարել, պատվերով համենգային չէ, այսինքն լավ ասեց, իրանք իդիոտ են, որ այդպեսի։ Հիմա Տրամպի այդ պարագայում ես ենթադրում եմ, որպեսզի Տրամպի զարույթը մեղվի, որովհետև այդ փաթեթը, որ իրանք ներկայացրել են ուկրաինացիներին, ասում են Միացյալ Նահանգներին էլ դուրս չի եկել, այսինքն խաղաղության մասին չի խոսքը, եւ Պուտինը հիմա ամեն գնով, դե հիմա գիտեք, կոնգրեսն ու սենատը գնալու են արձակուրդ։ Պուտինը ամեն կերպ փոսում է փշի անել Տրամպին, որպեսզի այդ պատժամիջոցները հետաձգի, այսինքն խաղում է Տրամպի հետ։ Եվ այս իմաստով առաջարկելով Իրանի հետ բանակցություններ ողջուն, որովհետև Տրամպը մի քանի օր առաջ ասում էր համարը պայմանավորник չէ Իրանի հետ, իսկ ես կարծիք հայտնեցի, որ չկա դետալներ եւ այդ ես հուսադրող չի, ես միշտ ասում եմ, որ լավատես չեմ դեռ այդ հարցում եւ հետագայում էլ լավատես չեմ անկեղծ ասած։ Հիմա տեսեք, ասելա, որ ես չեմ կարող թույլ տալ, որ Իրանը միջուկային զենք ունենա։ Իրանն էլ պատրաստվում է, արդեն մերժում է Իրանը, ըստ էության հայտարարությունները Խամենեի դա մերժում է։ Եվ Պուտինին կոպիտ ասել, ուզում ես ես խոսամ։ Ես կհամոզեմ, Տրամպն է ոգևորվել, դե ասում է խոսա, այսինքն կարծես թե Պուտինը ինչ-որ բան են պայմանավորել, Պուտինը պետք է Ամերիկայի համար խոսա, որ իրանք պայմանավորեն եւ այլն։ Սա էլ դուր չի եկել իհարկե ամերիկյան մամուլին, բայց ամենակարևորը ակնհայտ է, որ Պուտինը ոչ մի բանը չի կարող Չալմեքի հետ պայմանավորվի։ Բացարձակ չի կարող։ Եվ այս իմաստով ուղղակի ժամանակ է շահում։ Էլի էժան ժամանակ է շահում։ Լավ Արմեն, ինչպես խոստացանք մեր հեռուստադիտողներին, խոսենք նաեւ Սրբազան պատերազմի մասին։ Ես քեզ համար հարց ունեմ։ Այս ուրեմն Հայաստանի կառավարություն եւ հայ առաքելական եկեղեցի այս լարումը կուտակվել էր, որ պիտի տաներ ինչ-որ հանգուցալուծում։ Հիմա այդ է իմ հարցը, ինչ ես կարծում, այս որ սկսվել է, ինչ-որ միտեղ կտանի, թե էլի կմոռացվի կգնա ժամանակ։ Իհարկե մոռացվելու է, կամ միջև նախընտրական այսպես շրջանները սուր մեկ պերմանենտ ծագելու է, ընդամենը նախընտրական նպատակով է իրականացնելու, բայց ես կարծում գտել եմ, ես երեք եթերում խոսել եմ այդ մասին այստեղ, պատճառը գտել եմ, սա ուրեմն հոգևորականների, մի շարք հոգևորականներ, հատկապես Գարեգին Բեի գլխավորությամբ կազմակերպված, որտեղ միջև հիմա մենք բոլորս զգուշակում ենք, թե ում քեռակինն է։ Չգիտենք ով է ում քեռակնոջը։ Այդ շատ կարևոր հանգամանք։ Բայց կարծում եմ, որ Մոսկվայից է քեռակինը։ Ես չգիտեի, Արմեն, պարզվում է, որ իր հարազատ եղբայրը ռուսական թեմի առաջնորդն է։ Չէ, դու եզրասը, գիտեք ինչքան եմ այստեղ խոսած այդ մասին։ Չէ, չեք հիշում ուղղակի, ես շատ եմ այդ մասին ակնարկե։ Մաֆիա դառնում էլի, փաստորեն։ Խնդիրը հետևյալն է։ Փաշինյանը ամեն գնով փորձում է չսրել Ադրբեջանի հետ հարաբերությունները, իսկ այդ օրերին եկեղեցին արեց մի շարք, տեսեք, երեք ասեցի, Ալաշուքյուր Փաշազադեն Կովկասյան մամեդականների առաջնորդը Երևանյան Ղազիաթ հիմնադրում, իսկ Երևանյան թեմ, դրանով խփելով հայ առաքելական եկեղեցիներին, թեզը այնա, որ այդ քրիստոնեությունն էլ է իրանցը, այդ ալբանականը, իրանք էլ ալբանացի են, նրանք կեղծում են պատմությունը, եւ դրանով խփում է հայ առաքելական եկեղեցու, պատասխանը հայ առաքելական եկեղեցու եղել է, ենթադրում եմ առանց արտգործ նախարարության հետ խորհրդակցելու եւ շատ ուրեմն կոպիտ պատասխան է տվել առաքելական եկեղեցին, որից հետո այդ նույն օրերին Լավրովի այցից հետո կազմակերպվում է Արցախահայության էթնիկ զտման հետ կապված մի համաժողով Շվեյցարիայում։ Այսինքն ըստ էության ենթադրաբար իշխանությունները ենթադրաբար վախեցել են, պանիկայի մեջ են ընկել այդ պատասխաններից եւ այդ միջոցառումներից, որովհետեւ իրենք ասում են մենք Ադրբեջանը ինչ էլ անի, մենք չպետք է պրովոկացիայի ենթարկվենք, հա, իրանք գիտեք այդ ռեգիոնալիստական մի քիչ վախկոտ քաղաքականությունը եւ այլն քայլ անելու, գործեր անելու, դաշնակիցներ ձեռք բերելու փոխարեն նստած վախենում են։ Եկեղեցին ենթադրում եմ Ռուսաստանի պատվերով փորձում է սրել եւ Ալիևին տալ հիմք ուրեմն ագրեսիա գործադրելու։ Այսինքն երկու ծայրահեղություններ։ Փոխարենը մենք այստեղ պետք է ունենանք եկեղեցու եւ իշխանության միասնություն, միասնական դիրքորոշում, արտգործ նախարարության կոնսուլտացիաներ եկեղեցու հետ եւ միասնական քայլեր ուղղված ադրբեջանական այս հոխորտանքներին։ Այո, մեկ քայլ չեն, հակառակը հասկացաք, այսինքն ստեղ երկու ծայրահեղությունների մեջ ենք մենք, որտեղ երևում է իրանք ահավոր վախեցել են այս քայլերից, բայց ես շատ կուզենայի, որ կառավարությունն այս քննությունը մինչև վերջ հասցներ ու բարձր շատ ճիշտ է։ Ես հիմա գիտեք ինչ եմ ասում։ Հիմա ասում եմ, գիտեք ինչ, որսորդի եւ բանի անեկդոտա կա, չէ՞, գիտեք, չեմ ուզում այդ բառը ասեմ, որ արչի ասում է դու որսորդ ես, թե հիմա եթե այս աղմուկից հետո ուրեմն իշխանությունները ոչ մի բան չարեցին, ես անդադ հիշեցնելու եմ սա, որտեղ սա տես չի լինելու։ Ուրեմն ոչ մի բան չարեցին, ուղղակի մարդկանց իրար թշնամացրեցին, ուրեմն դուք որսորդ չեք։ Այո, ես լրիվ համաձայն եմ, լրիվ համաձայն եմ։ Այսքանը սիրելիներ այսօրվա համար, կհանդիպենք վաղը, մինչ տեսություն։ Հաջողություն։
Շարժիլ։